Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ՔՊԱ-կան ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգևորականները հավակնում են խլել իրենց հացը, ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք։ Մասնավորապես Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը եւ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Հատկապես վերջինը կարծես ծեպտյալ ԿՊԱ-կան լինի։ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել։ Իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ։ Տաղավարից տաղավար է գնում ՔՊ-ի քարոզչություն անելով։ Փաստը գրում է. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հայաթափումից 2 տարի անց տեղահանված 25,000 ընտանիքից կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը 1500 ընտանիք։ Այս տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից միայն 1500-ն է կարողացել իրացնել այն, այսինքն բնակարան ունենալ։ Հրապարակը գրում է. Իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացրած նախկինացավն այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը։ Սա ասում է մեկը, որը բառի բուն իմաստով ողն ու ծուծով եղել է այդ հակապետական ընթացքի մեջ։ Ժաննա Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից է, այլև հենց բովանդակություն ստեղծողներից է եղել։ ԾԻԳ-ի երկարամյա աշխատակից ԾԻԳ տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ։